Բարև ձեզ Armen Press podcast-ի հարգելի հետևորդներ, այսօր անդրադառնալու ենք պետական աջակցության երկու կարևոր ծրագրերի՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության եւ 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին։ Այս հարցերի շուրջ զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյուզյանի հետ։ Տիկին Ղարագյուզյան, շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սկսենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության պետական ծրագրից։ Անդրադառնանք այս ծրագրի մանրամասներին, պետության կողմից ինչ աջակցություն է ցուցաբերվում եւ ինչ բաղադրիչներից է բաղկացած այն։ Շնորհակալ եմ։ 2020 թվականի հուլիս 1-ից իրականացվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը, որը տարիների ընթացքում որոշակի փոփոխությունների ենթարկվել է եւ այս պահին ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով։ Առաջինը վերաբերում է այն ընտանիքներին, ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա եւ ցանկանում են Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում հիպոթեկային վարկավորմամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Եվ ծրագիրը ունի իհարկե որոշակի պայմաններ։ Ինչպես նշեցի, նախ առնվազն 2 անչափահաս երեխայի առկայությունն է կարևոր։ Կարևոր է, որ տանարժեքը, որը նախատեսում են ձեռք բերել, չգերազանցի 35 միլիոն դրամը։ Շահառուն իր միջոցներից պետք է իրականացնի ձեռքբերման բաղադրիչի դեպքում, կառուցապատման բաղադրիչի դեպքում կանխավճար չկա։ Առնվազն 10% կանխավճար, եթե շուկան երկրորդային է, եւ առնվազն 7.5% կանխավճար, եթե շուկան առաջնային է, եւ շատ կարևոր պայման, որ ձեռքբերվող կամ կառուցվող գույքը պետք է լինի ընտանիքի միակ սեփականությունը 50% եւ ավել մասնաբաժնով պատկանող։ Եթե փոքր մասնաբաժնով ունեն գույք, դա խնդիր չէ։ Եվ այս դեպքում պետք է պարտադիր վարկը ձևակերպել նախարարության հետ համագործակցող ֆինանսական կազմակերպության միջոցով եւ պետք է մեր հայրենակիցները իմանան, որ վարկավորման գործընթացում նախարարությունը չի միջնորդում, այսինքն իրենք պետք է մոտենան բանկ, վարկունակություն իրականացվի, վարկային պատմություն ուսումնասիրվի եւ եթե բանկը կտա դրական պատասխան վարկ տրամադրելու վերաբերյալ, ապա այս դեպքում առնվազն 2 երեխայի դեպքում աջակցությունը կազմում է մինչև 1 միլիոն դրամ, 3 երեխայի դեպքում մինչև 1.5 միլիոն դրամ, 4 եւ ավել երեխաների դեպքում մինչև 2 միլիոն դրամ, ինչու մինչև, որովհետեւ տանարժեքի հիման վրա է հաշվարկվում աջակցության չափը։ Իսկ եթե գույքը ձեռք է բերվում կամ կառուցվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում կամ այն բնակավայրում, որտեղ ներկայում կառուցվում են դպրոցներ եւ մանկապարտեզներ, ապա նշածս աջակցությունը ավելացվում է 50%-ով։ Սա ընդհանուր վերջինը, որ նշեցիք, նոր է ավելացվել ծրագրի դրույթներին, թե եղել է միշտ էլ։ 24 թվականի հունվարի 1-ի վերաբացման արդյունքում, այո, այս գույք չունենալու պահանջը տանարժեքի շեմը վերանայվեց, հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գնաճը, եւ այո, այս պայմանը նոր է ավելացվել։ Նոր համեմատաբար 24 թվական հունվարի 1-ից։ Սա ընդհանուր վերաբերվում է պայմանները մարզային մեր բաղադրիչին։ Սրանից զատ ունենք մեկ այլ բաղադրիչ, որը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք ունեն արդեն հիպոթեկային վարկ եւ ընտանիքում ծնվում է նոր երեխա։ Այս դեպքում աջակցությունը անկախ երեխայի կարգաթվից նախատեսված է։ Այստեղ եւս կան կարևոր պայմաններ, որոնց ընտանիքը պետք է բավարարի։ Առաջինը կրկին տանարժեքի շեմն է, որը կրկին չպետք է գերազանցի 35 միլիոն դրամը։ Նշեմ, որ այստեղ երրորդ եւ հաջորդ երեխայով 5 միլիոնով ավելացվում է շեմը, այսինքն եթե 4-ն են 40 միլիոն եւ այդպես շարունակ։ Այստեղ եւս հիպոթեկով ձեռք բերված գույքը պետք է լինի ընտանիքի միակ սեփականությունը կրկին 50% եւ ավել մասնաբաժնով եւ այստեղ պետք է դիմել մինչեւ երեխայի 1 տարին լրանալը։ Եվ իհարկե դիմելու պահին շահառուն պետք է ունենա առնվազն 12 ամիս մարումներ եւ ուշացումները չպետք է գերազանցեն 30 օրը։ Այս պարագայում կարևոր չէ բանկը գործընկեր է, թե գործընկեր չէ, երկու դեպքում էլ հնարավոր է դիմելու ընթացակարգն է մի փոքր տարբերվում։ Գործընկեր բանկերի դեպքում շահառուն երեխայի ծնվելուց հետո մոտենում է բացառապես բանկ եւ ինքը այլևս անելիք չունի, մնացյալ գործընթացներն իրականացվում է բանկի եւ նախարարության միջև, իսկ եթե բանկը գործընկեր չէ, շահառուն համապատասխան տեղեկանքը եւ
եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերը ինքն է ներկայացնում նախարարություն եւ արդեն սահմանված կարգով նախարարությունը իրականացնում է աշխատանքները։ Այս դեպքում աջակցությունը առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մինչեւ 500,000 դրամ է, երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում մինչեւ 2 միլիոն դրամ է եւ կրկին, եթե գույքը ձեռք է բերվել սահմանամերձ բնակավայրում կամ այն բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ, աջակցությունը ավելացվում է 50%-ով։ Նշեմ, որ եթե միաժամանակ մեկից ավել երեխաներ են ծնվում, զույգի եռյակ այստեղ աջակցությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով է եւ ուղղակի շահորները պետք է հիշեն, որ պետք է դիմել մինչեւ երեխայի 1 տարին լրանալը։ Տիկին Ղարագյուզյան, ձեր թվարկած պայմանների մեջ կարծես թե կար նաև այն բաղադրիչը, որ ովքեր կարող են հանդիսանալ շահառու։ Կան այլ առանձնահատկություններ, որոնք պետք է ունենան պոտենցիալ շահառուները, թե այդ բոլոր թվարկածները արդեն ինքնին նշանակում։ Այո, կան նաև ընդհանուր պայմաններ, որոնց պետք է բավարարի շահառուն, այսինքն նախ մենք այսպես ենք ձևակերպում շահառուն երեխայի Հայաստանի Հանրության քաղաքացիություն ունեցող ծնողն է, ով հանդիսանում է գույքի սեփականատերը եւ ով հանդիսանում է հիմնական վարկմարողը, այսինքն վարկառուն։ Այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ վարկը երբեմն ունենում է մի քանի վարկառուներ, համավարկառուներ, այսինքն եւ համավարկառուները ծրագրից չեն կարող օգտվել, այլ միայն գլխավոր վարկառուն, գլխավոր վարկմարողը կարող է դիմել ծրագրին։ Մնացյալ պայմաններին արդեն անդրադարձավ։ Ծրագրի մեկնարկից ի վեր ինչքան քաղաքացի է օգտվել։ Եթե խոսենք 20 թվականի հուլիսի 1-ից մինչ այս պահը, ապա արդեն 15900 շուրջ շահառու օգտվել է ծրագրից եւ նրանց այս տարիների ընթացքում արդեն պետական բյուջեից վճարվել է շուրջ 12 միլիարդ դրամ։ Եթե միայն խոսենք 26 թվականի մասին, ապա արդեն 750 շահառու ստացել է աջակցությունը շուրջ 851 միլիոն դրամ է նրանց վճարվել եւ այս պահին 400 դիմում ուսումնասիրության ընթացքում է դիմելիության տեմպը շատ մեծ է։ Այսինքն տարեստարի աճում է, կարող ենք այսպես բնութագրել։ Այո, տարեստարի աճում է եւ շահառուների թիվը եւ իհարկե պետական բյուջեից նախատեսված գումարները եւ քանի որ մենք տվյալ տարվա համար հիմք ենք ընդունում նախորդ տարվա փաստացի ցուցանիշները, մենք ամեն տարի ունենում ենք բյուջեի վերաբաշխման անհրաժեշտություն։ Իսկ կա ցուցանիշ թե պետության կողմից մինչ այժմ որքան աջակցություն է ցուցաբերվել։ Ես նշեցի 12 միլիարդ դրամ արդեն վճարվել է, եթե խոսում ենք ծրագրի մեկնարկից մինչ այս պահը, իսկ միայն 26 թվականին արդեն նախատեսված 2.4 միլիարդից 851 միլիոնը վճարվել է։ Իսկ աշխարհագրական ինչ ընդգրկում ունի ծրագիրը, առավել շատ որ մարզերից են դիմում, գյուղական բնակավայրերից են դիմում, թե քաղաքային։ Ցավոք ավելի շատ քաղաքային բնակավայրերն են եւ գյուղական բնակավայրերում այդքան շատ չեն մեր շահառուները։ Եթե խոսենք մարզային բաղադրիչով, հա, շահառուների վիճակագրությունն ըստ մարզերի, ապա Կոտայքն է իհարկե առաջատարը, Կոտայքին հաջորդում է Արարատը եւ Արմավիրը։ Ավելի պասիվ են Վայոց ձորի մարզը, Արագածոտնի մարզը եւ Տավուշի մարզը։ Իսկ եթե խոսենք երեխայի ծննդով պայմանավորված աջակցության մասին, որտեղ ներառված է նաեւ Երևանը, իհարկե Երևանի թիվը անհամեմատ մեծ է, այստեղ եւս Կոտայք, Արարատ, Սյունիք արդեն հաջորդում են Երևանին եւ կրկին պասիվ են Վայոց ձոր, Արագածոտն եւ Տավուշի մարզերը։ Այս ցուցանիշը կարող է վկայել այն մասին, որ այդ մարզերում ցանկությունը ձեռք բերելու կամ կառուցելու այդքան մեծ չէ եւ հավանաբար վճարունակությունը այնտեղի բնակիչներ, քանի որ բոլորս հասկանում ենք, որ վարկ բանկերը տրամադրում են համեմատաբար վճարունակ մարդկանց եւ գուցե այս ցուցանիշներով է պայմանավորված, որ տվյալ բնակավայրերում ունենք փոքր ցուցանիշ։ Տիկին Ղարագյուզյան, պայմանավորված 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների պետական աջակցության ծրագրով այս ծրագիրը կշարունակի գործել, ներկայումս ինչ փուլում է ինքը, ինչ է նախատեսվում այս առումով։ Ծրագրի գործելը որևէ կերպ այս պահին պայմանավորված չէ մեկ այլ ծրագրի մեկնարկի հետ։ Ծրագիրը նախատեսված է մինչև 26-ի ավարտը, նշեմ, որ մենք մի անգամ երկարաձգել ենք ծրագիրը, այսինքն մեկնարկին նախատեսված էր 2023 թվականների համար եւ 24 թվականի ծրագիրը եւս 3 տարով երկարաձգվեց եւ այս պահին նախատեսված է մինչև 26-ի ավարտը, դա իհարկե չի վերաբերվում 26 թվականի ծնված երեխաների ծնողներին, որովհետեւ նրանք մինչև երեխայի 1 տարին լրանալ
տվյալը կարող են դիմել, ինչը նշանակում է, որ մի մասը 27-ին կդիմեն, բայց որպես այդպեսին ծրագրի շարունակականությունը այս պահին քննարկման փուլում է, հավանաբար որոշակի փոփոխություններով ծրագիրը կշարունակվի, նույնությամբ իհարկե ոչ, բայց նմանատիպ ծրագիր իհարկե նաև պայմանավորված ժողովրդագրության ռազմավարությունից բխող միջոցառումներով եւ երեխա ունեցող ընտանիքներին վերաբերելի բնակարանի ապահովման ծրագրեր իհարկե առաջիկայում եւս կլինի։ Այժմ անդրադառնանք 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագրին, ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված այս ծրագրի ներդրումը եւ ինչ է նախատեսվում այս առումով։ Շնորհակալություն հարցի համար, մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ինչքան ընտանիքում երեխաների թիվը մեծանում է, այնքան ընտանիքը ավելի ռիսկային է դառնում եւ ավելի մեծ է հավանականությունը, որ նա կհայտնվի անապահովության համակարգում։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի այդ ընտանիքները ունենան սեփական տունը եւ հենց այդ նպատակով պայմանավորված է օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ դրեց եւ հանրային քննարկման ներկայացրեց 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի նախագիծը։ Այս ծրագիրը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին պետության աջակցությամբ, այսինքն 100% սուբսիդավորմամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում։ Սա էապես կտեթևացնի բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը եւ իհարկե լավ հնարավորություն է, որ այդ ընտանիքները վերջապես ունենան իրենց տունը, ընդ որում տուն, որը ապահովված է նվազագույն բնակմակերեսով, որովհետև ներկայում կան ընտանիքներ, ովքեր բազմազավակ են, ունեն անշարժ գույք, բայց բնակմակերեսն այնքան փոքր է, որ ֆիզիկապես տեղավորվելու խնդիր կա։ Իսկ այս ծրագրով պարտադիր պահանջ է սահմանվել, որ ձեռքբերվող կամ կառուցվող գույքը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քառակուսի մետրից, ինչը նշանակում է, որ արդյունքում ընտանիքները կունենան բնակարան, որը հարմարավետ է այդ քանակ անձանց համար։ Կան հաշվարկներ, թե հանրապետությունում որքան ընտանիք ունի արդեն 6 եւ ավելի երեխաներ եւ արդյոք հետագայում արդեն մյուս տարիներին մեկնարկից հետո երբ ծնվի 6-րդ երեխան արդեն ընտանիքը կարող է դիմել։ Այո, մենք բնականաբար նախագիծը մշակելիս որոշակի ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ համայնքներից ստացված տեղեկատվության հիման վրա այս պահին 6 եւ ավել անչափահաս երեխա ունեցողների թիվը 643 է, եթե կհետաքրքրի դրանցից 390-ը հենց 6 երեխա ունեցող ընտանիքներն են, 143-ը 7 երեխա, 76-ը 8 երեխա, 26-ը 9 երեխա, 5-ը 10 երեխա, 2-ը 11 երեխա եւ 1 ընտանիք ունի 12 անչափահաս երեխա։ Բնականաբար մենք երեխաների թիվը նայում ենք ծրագրին դիմելու օրվա դրությամբ։ Եվ եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ ընտանիքը կունենա առնվազն 6 անչափահաս երեխա, ապա իհարկե նա կդիտարկվի այս ծրագրի շրջանակում որպես պոտենցիալ շահառու։ Իսկ հնարավոր է լինեն ընտանիքներ, որոնք կունենան 6 երեխա, բայց չեն կարող համարվել շահառու։ Իհարկե, որովհետև ծրագրում կան հստակ պահանջներ, որոնց պետք է բավարարել, եւ այո, այն ընտանիքները, ովքեր չեն բավարարի ծրագրի պահանջներին, դա հիմնականում վերաբերվում է ընտանիքի եկամուտներին, որովհետև ծրագրում ունենք կարևոր պահանջ, որ ծնողները վերջին 1 տարվա եկամուտները պետք է չգերազանցի 10 միլիոն դրամը, եւ նրանք ծրագրում ընդգրկվելու համար պետք է պարտադիր ներկայացնեն նախորդ տարվա եկամուտների հայտարարագիրը։ Մասնավորապես ինչ ուղղություններով եւ ընթացակարգերով է նախատեսվում տրամադրումը աջակցության։ Ծրագիրը ենթադրում է, որ ընտանիքին կտրամադրվի հավաստագիր, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում հիպոթեկային վարկավորմամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Այսինքն հստակ ունենք 2 բաղադրիչ եւ արտոնություն կստանան այն ընտանիքները, ովքեր գույքը կկառուցեն կամ ձեռք կբերեն գյուղական բնակավայրում։ Ըստ դեպքում նախատեսված է 4 միլիոն դրամ հավելավճար։ Եթե քաղաքային բնակավայրում ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով աջակցությունը 4 միլիոն դրամ է, այսինքն այսպես հաշվարկ արած 6 երեխա ունեցող ընտանիքին հասնում է 24 միլիոն դրամ եւ այդպես շարունակ, ապա գյուղական բնակավայրում ձեռք բերելու դեպքում կլինի պլյուս 4 միլիոն դրամ, որը ընտանիքը կարող է օգտագործել կամ եթե նախընտրել է կառուցապատման բաղադրիչը, կառուցապատման համար նախատեսված հողամասի ձեռքբերման վրա կարող է օգտագործել, իսկ եթե նախատեսել է ձեռքբերման բաղադրիչը, ապա այդ 4 միլիոն դրամին կարող
կարող է ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության հողամաս, հետագայում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, ինչը հավելյալ եկամուտի աղբյուր կլինի տվյալ ընտանիքի համար։ Իսկ եթե ձեռք բերվող գույքը կլինի ավելի պակաս արժեքով, քան տվյալ ընտանիքին հասանելիք աջակցությունն է, ապա այստեղ այդ դրական մնացորդի իրացման երկու ուղղություն ունենք։ Կամ ընտանիքը կարող է մինչև 4 միլիոն դրամ ուղղել այդ գույքի, որը որ ձեռք է բերել վերանորոգմանը, կամ եթե գույքը չունի վերանորոգման կարիք, մինչև 2 միլիոն դրամ կարող է ձեռք բերել կահույք եւ կենցաղային տեխնիկա։ Հանրային քննարկմանը ծանոթանալուց քաղաքացիների դիմումներից, հետաքրքրվածությունից մի այսպիսի հարց առաջացավ, արդյոք կարող է մարզային որևէ բնակավայրում գրանցված քաղաքացին դիմել Երևանում բնակարան ձեռք բերելու համար աջակցության։ Առհասարակ Երևանում բնակարան ձեռք բերելու հնարավորություն ծրագրով նախատեսված չէ։ Ես նշեցի, որ ծրագիրը վերաբերում է բացառապես մարզային բնակավայրում գույք ձեռք բերել, բայց այստեղ ունենք նրբություն։ Եթե ընտանիքը վերջին 1 տարում, այսինքն ամուսիններից առնվազն մեկը վերջին 1 տարում հանդիսանում է քաղաքային մարզային բնակավայրի բնակիչ, ապա նա կարող է գույքը ձեռք բերել որպես այդպիսին քաղաքային հենց այդ քաղաքային բնակավայրում կամ ցանկացած այլ գյուղական բնակավայրում։ Իսկ եթե Երևանի բնակիչ է, ցանկացած քաղաքային մարզային բնակավայրում, բայց Երևանում գույք ձեռք բերելու հնարավորություն ծրագրով նախատեսված չէ։ Պետության կողմից որքան գումար կպահանջվի այս ծրագրի իրագործման համար եւ կան սահմանված ժամկետներ վերջնականապես բոլոր շահառուներին ապահովելու, թե այս ծրագիրը շարունակական կլինի։ Ծրագրով այս պահին նախատեսված են առհասարակ բոլոր 6 եւ ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, որոնք տվյալ պահի ծրագրի պայմանները կբավարարեն, այսինքն որպես այդպեսին դեռևս դիմելու վերջնաժամկետ սահմանված չէ, եւ նախատեսում ենք, որ եթե դիմեն բոլոր այն շահառուները, ում մասին ես խոսեցի, նախապես հաշվառված, եւ նրանցից առնվազն 50%-ը կնախընտրի գյուղական բնակավայրը, այսինքն հավելյալ 4 միլիոն դրամ, ապա այս դեպքում առաջիկա 10 տարիների համար, քանի որ հիպոթեկային վարկը 10 տարով է, պետական բյուջեից կպահանջվի շուրջ 32 միլիարդ դրամ։ Երբ է նախատեսվում գործարկումը, փաստորեն հանրային քննարկման փուլում է դեռ, քննարկումից հետո որքան ժամկետ կպահանջվի այն գործարկելու համար։ Հանրային քննարկման արդյունքների ամփոփման եւ իհարկե մյուս գերատեսչություններից ստացված առաջարկների ամփոփման արդյունքում առաջիկա 1 ամսվա ընթացքում նախագիծն արդեն կներկայացվի կառավարության հաստատմանը, բայց անկախ դրանից թե երբ կհաստատվի նախագիծը, ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։ Իսկ կարիք կա, որպեսզի շահառուները արդեն իսկ սկսեն փաստաթղթերի հավաքագրումը եւ ինչ փաստաթղթեր կպահանջվեն նրանցից, որպեսզի պատրաստ լինեն։ Որպես այդպիսին փաստաթղթերի հավաքագրման անհրաժեշտություն չկա, ուղղակի այն ընտանիքները, որոնք նախատեսում են օգտվել ծրագրից, պետք է հասկանան, որ պետք է արդեն ներկայացնեն նախորդ տարվա եկամուտների հայտարարագիրը ֆիզիկական անձանց եւ եթե հաջորդ տարի են նախատեսելու, արդեն այս ընթացիկ տարվա եկամուտների հայտարարագիրը, քանի որ մենք բացառապես հիմնվելու ենք այնտեղ լրացված տեղեկատվությանը, ինչպես նշեցի, հանրագումարը եկամուտների չպետք է գերազանցի 10 միլիոն դրամը։ Եվ իհարկե, եթե նախատեսում են արդեն որևէ բնակավայրում անշարժ գույք ձեռք բերել, կարող են այսպես հետաքրքրվել, շուկան ուսումնասիրել, որպեսզի ծրագրի մեկնարկի պահին արդեն ունենան ընտրված բնակարան եւ մնա իրենց բացառապես հիպոթեկային վարկավորման process-ը, որը ստանդարտ վարկավորման գործընթաց է, պետք է մոտենան գործընկեր ֆինանսական կազմակերպություն։ Ես նշեմ, որ աջակցության չափերում նաև այս դեպքում հաշվի է առնված, որ կփոխհատուցվի գույքի նկատմամբ սեփականության իրավունքների գրանցման կադաստրային, այսպես ասած, ծախսերը կփոխհատուցվեն, կփոխհատուցվի հիպոթեկային վարկավորման գործընթացում գնահատման շուկայական գնահատման արժեքը, որը որ մեր որևէ այլ բնակապահովման ծրագրով չի փոխհատուցվել, եւ նոտարական վավերացման համար նախատեսված վճարները։ Այսինքն բուն 4 միլիոն եւ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարներից բացի կփոխհատուցվեն նաեւ այս 3 ծախսերը, որը որ շատ կարեւոր է, քանի որ եթե ընտանիքը անապահով լինի եւ չունենա որևէ վճարման հնարավորություն, այս ծախսերը պարտադիր են հիպոթեկային վարկավորման եւ անշարժ գույքի արքու վաճառքի գործարքի ընթացքում եւ ուղղակի պետք է մոտենան բանկ, իրականացվեն այդ փուլերը, գնահատում, արքու վաճառքի ստանդարտ գործարքը եւ կադաստրային ձևակերպումը, որը միջինում 1 ամիս է տևում եւ ունենան արդեն իրենց անշարժ գույքը։
Շնորհակալություն Տիկին Ղարագյուզյան հանգամանալից ներկայացնելու համար։ Հարգելի հետևորդներ, երեխա ունեցող եւ 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության կարևոր ծրագրերի շուրջ զրուցեցինք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյուզյանի հետ։ Կհանդիպենք։